Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IPF Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ Ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, ոչ միայն ծիծաղի օրը, այլև առհասարակ մնացած օրերին պետք է կարողանանք լիարժեք ուրախանալ։ Այն անձը, որը ուրախանալ չգիտի, սովորաբար իրեն զգում է անհաջողակ։ Ուրախությունը եւ ծիծաղը մենք պետք է լավ օգտագործենք, որովհետեւ տխրող մարդը ինքը չի կարող լավ պայքարի եւ մենամարտ է։ Հնարավոր է Զվարթնոցի հին շենքը պահպանել այն արդիականացնելու միջոցով։ Ըստ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, Զվարթնոցի ներքևի հատվածից հանելով մեքենաների ավտոկայանատեղին ազատ տարածքներ կառաջանան եւ հնարավոր կլինի ապահովել օդանավակայանի նորմալ աշխատանքը։ Մեր գերնպատակը շենքը պահելն է։ Ցանկացած պարագայում շենքը պահելը, ուզում է կցորդված լինի, ուզում է առանձին լինի, ուզում է ոչ մի բան չլինի, օդանավակայան էլ չլինի։ Եթե նա հնարավոր չի օդանավակայան սարքել։ Շենքը պետք է պահել։ Միջազգային ճնշումը չի ազդում Ադրբեջանի վրա, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը։ Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ճնշումները բավարար չեն զսպելու Ադրբեջանի արկածախնդրությունը։ Միացյալ Նահանգները թե Ֆրանսիան իրենց մեղմ ասած ոչ ակտիվ գործունեությամբ, իսկ Ռուսաստանը իր հավասարակշռված մոտեցումներով երեքն էլ հնարավորություն են տալիս Ադրբեջանին վստահ լինելու, որ կարող է նաև ապագայում շարունակել այսպիսի լարելով իրավիճակը իր խնդիրները լուծել։ Հայաստանում հանքային ջրերի շուկան գերծանրաբեռնված է, բայց դրսի շուկաներում այն չեն կարողանում իրացնել։ Բնական բուժական ռեսուրսների հետազոտման եւ էկոլոգիական բժշկության կենտրոնի ղեկավար Կարինե Մայսուրյանի խոսքով պատճառը ԵՏՄ շուկայի սահմանած նորմերն են։ Հայաստանյան ջրերում առկա է սիլիցիումի քանակի բարձր քանակ է արձանագրում։ Եթե առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի նորմավորում սիլիցիումի քանակը, ապա ԵՏՄ-ի շուկան նորմավորում է, գրում է փոքր 10 միլիգրամ 1 դեցիմետր խորանարդ ջրում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր վկայակոչել է Վենետիկի հանձնաժողովի հանուն ժողովրդավար ընտրությունների խորհրդի 2016 թվականի մարտի 10-ի լիագումար նիստում քննարկված հարցը ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակման վերաբերյալ, ասելով, որ դրա համաձայն Վենետիկի հանձնաժողովը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի ընտրողների ցուցակները չպետք է հրապարակվեն։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր գործարար Հակոբ Հակոբյանը պատրաստվում է իր հեղինակած «Ցեղասպանություն» հայտնի ֆիլմը, որը չի ցուցադրվել Երևանում, ներկայացնել Ռուսաստանում։ Թերթ EM-ի հետ զրույցում Հակոբյանը պատմել է, որ այս առնչությամբ նա զրուցել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հետ, որպեսզի վերջինիս միջոցով կարգավորի ցուցադրման հետ կապված հարցերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի թիկնաբանները չեն ցանկացել լրագրողներին թույլ տալ մտնել Վաշինգտոնում նրա դասախոսությանը։ ԱՄՆ այցի ընթացքում Էրդողանը դասախոսությամբ հանդես է եկել Վաշինգտոնի Բրուքինգյան ինստիտուտում։ Օրվա լրահոսը։ Ով կամ ովքեր են մեր երկրում ստախոսները։ Ավելի շատ երիտասարդները։ Կառավարությունը, որովհետև կոնկրետ հիմա ես ունեմ մի ընկեր, ում աշխատացրել են ու իր գումարը, իր աշխատավարձը չեմ տվել։ Քաղաքական գործիչների համար ամեն օր ապրիլի 1-ը։ Խաբում են աղջիկները տղաներին։ Կարծում եմ լրագրողներն են շատ խաբում։ Առևտրականները։ Կառավարությունում նստած մարդիկ։ Ինչ հարցեր։ Մեզ խաբում են բոլոր հարցերում։ Ղեկավարները։ Ինչ հարցերում են խաբում։ Ամեն հարցում։ Որ ընտրել է ժողովուրդը։ Ապրիլի 1-ը մեր համաքաղաքացիների համար առանձնահատուկ օր չէ։ Շեշտում են խաբեության եւ կեղծիքի հանդիպում են գրեթե ամեն օր ու թերևս ցանկացած ոլորտում։ Բժշկությունից բռնած, դիագնոզից բռնած, մինչև քաղաքականություն։ Ասենք աշխատավարձները կբարձրանան կրկնակի։ Հիմնականում երևի առևտրի ցանցում այդտեղ եւ սպասարկման ասպարեզում։ Մեր կառավարությունը ցանկացած օրեր խաբում են։ Ելույթները լսում ենք, դուրս են գալիս քաղաք, լրիվ ուրիշ իրավիճակ է եւ երկիր։ Աշխատավարձի ուշացման հարցում շատ են խաբում, շատ եմ լսում։ Թոշակի առումով կարող խաբում են բարձրացնեն, չեն բարձրացնում։ Բժիշկները իրանք վիրահատությունից են փող դուրս գալի։ Իրանց փողը վիրահատությունից է դուրս գալիս։ 2006 թվականից հայրենի կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանեց, որ այդուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես երգիծանքի եւ հումորի օր։ Թեև տոնի խորհուրդը կայանում է երգիծանքի մեջ, սակայն այժմ այն փոխել է իր իմաստը, հումորից ընկալվելով խաբեության։
Հրազդան ցեմենտ ընկերությունը 510 միլիոն 125 հազար դրամի չափով կազատվիչ վճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացրած տույժերից։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարարը նշեց, որ գործարանի բաժնետոմսերն ու սեփականության իրավունքը անցել են ՎՏԲ բանկին։ Եթե այս օրենքը ընդունվի եւ իրենք շարունակեն իրենց ներդրումային ծրագիրը, որը ՎՏԲ Հայաստան բանկը որպես բաժնետեր իրականացնելու է, մենք 16 թվականի ընթացքում կունենանք արդեն 200,000 տոննա ցեմենտի արտադրություն։ Գործարանը պատկանել է գործարար Միկա Բաղդասարովին եւ ունի 470 աշխատատեղ։ 2015 թվականի ընթացքում արտադրել է ընդամենը 75,000 տոննա ցեմենտ։ Գործարար պատգամավոր Հակոբ Հակոբյանը նկատեց, որ Արարատ ցեմենտ գործարանի վիճակը եւս բարվոք չէ։ Գուցե մենք ուսումնասիրենք, թե Հայաստանում կոնկրետ ինչքան ցեմենտի պահանջարկ կա եւ տեսնենք երկու գործարանը շատ չի դրա համար ուրիշ բան մտածենք։ Հանձնաժողովի նախագահը նկատեց, իրենք կարող են գործարանին տալ հարկային շատ արտոնություններ, բացառությամբ բնապահպանական տարեկան 5 միլիոն դրամ վճարի։ Դու չես կարող մարդոթը կեղտոտես, տանես ասենք ինչ-որ մի հատ պատգամավորի, նախարարի կամ վարչության պետի աշխատավարձ բարձրացնես։ Պատգամավոր Թևան Պողոսյանին մեկ այլ հարց էր հետաքրքրում։ Քանի որ ապրիլի 17-ին հրազդանում ընտրություններ են սպասվում, հույսով եմ թույլ չեք տա, որ այս տեսակի խնդիրները օգտագործվեն ինչպես հաջողություններ եւ ներկայացվեն ինչպես PR էլեմենտ ընտրական համակարգի ժամանակ։ Նիստից հետո նախարարից հետաքրքրվեցինք, արդյոք չկա մտահոգություն Հրազդան ցեմենտի նոր սեփականատեր ՎՏԲ բանկի հետ կապված, որի հիմնական բաժնեմասը ըստ լուրերի ադրբեջանական է։ Ես չեմ կարծում, որ դա ուղղակիորեն պետք է կապել իրար հետ, ի վերջո այդ գումարները տվյալ դեպքում Հայաստանում կատարվող ներդրումներ են։ ՎՏԲ-ն խոստացել է գործարանում ներդնել 4.6 միլիոն դոլար։ Հարցը կքննարկվի նաև ազգային ժողովի լիագումար նիստում։ Դուր չի։ Էլենան 5 տարեկան է, 1.5 տարեկանում նա միանգամից կորցրել է խոսելու ունակությունը, դարձել է պասիվ ու ինքնամփոփ։ Բժիշկները ախտորոշել են աուտիզմ։ Ծնողների ու մասնագետների օգնությամբ Էլենան այսօր կարողանում է ինքնուրույն 20 բառ արտաբերել, շատ է սիրում նկարել ու պարել։ Աուտիզմի դեպքում այս նախասիրությունները զարգացնել հնարավոր է։ Մենք օրինակ կարող ենք թերանալ բաճկոնի ցեպը կոչկելու մեջ, բայց կարող ենք հավաքել փազլներ, որոնք ունեն 160 մասնիկ։ Ծնողի դերը շատ կարևոր է, պետք է ծնողը փորձի բացահայտել նախասիրությունները, որ հենց այդ նախասիրություններով իրենք առաջնորդվեն ամբողջ կյանքում։ Աուտիզմ ունեցող մարդիկ սովորաբար դժվարանում են խոսել ու հաղորդակցվել։ Այսօր ամբողջ աշխարհում 50 երեխայից մեկը ծնվում է աուտիզմով, այն դեռևս անբուժելի է։ Մասնագետները սակայն վստահ են, վաղ ախտորոշման դեպքում շատ բան կարող է փոխվել։ Ինչքան վաղ են սկսվում վերականգնողական աշխատանքները, հետագայում խնդրի վերաբերյալ արդեն շտկում եւ ընդհանուր տարբեր ոլորտների հետ վերականգնումը ավելի արդյունավետ է իրականացվում։ Էլենայի մայրիկն ամեն ինչ անում է, որ երեխան իրեն լիարժեք զգա ու չառանձնանա տարեկիցներից։ Այս ընտանիքում փոքրիկին ավելի ակտիվ ու շփվող լինել օգնել է նաեւ կրտսեր եղբայրը։ Սկզբում Էլենան շատ ալարկոտ էր։ Իր համար ամենացանկալի պայմանը այդ պարկել, լինել պասիվ։ Մեր երկրորդ երեխան, մեր ապերը, ամեն ինչ արեց, չգիտեմ բնազդով, թե սովորելով, որ ես եմ անում այդ ամեն ինչ արեց, որ ավելի ակտիվանա, խաղեր խաղա։ Էլենայի ու աուտիզմ ունեցող յուրաքանչյուր մարդու մոտ ցանկացած պահի կարող է վերականգնվել խոսելու ունակությունը, ամեն ինչ անկանխատեսելի է։ Կարևոր է միայն մարդկանց ճիշտ ընկալումը, նրանց երբեք չպետք է մեկուսացնել հասարակությունից։ Աուտիզմ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք մասնիկն են։ Երևանի կենտրոնում գտնվող Վերնիսաժ անունով հայտնի բացօթյա տոնավաճառի տարածքը բարեկարգվելու է։ Ձեռագործ իրերի վաճառքով զբաղվող քաղաքացիները սակայն չեն շտապում ուրախանալ։ Պետք է քանդեն։ Ուրիշ աշխատանք չկա, հիմնարկություն չկա, ուրիշ տեղ չկա։ Այդ է մտահոգությունը, որ որտեղ են քանդրելու աշխատանք։ Վերնիսաժում կատարվելիք աշխատանքների մասին վաճառողները դեռ ոչինչ չգիտեն, սակայն տեղյակ են, որ տարածքը լքելու են։ Անպատասխան է մնում կարևոր մեկ հարց, քանի ամիս են իրենք դիմանալու առանց աշխատանքի։ Կարողանալու ենք նորից աշխատել։ Վերնիսաժի տնօրինությունը միշտեր հավատացնում է իրենք տեղյակ են մտահոգություններին ու գիտեն ինչ անել լարվածությունից խուսափելու համար։ Բաժանենք այգին մի քանի մասերի, ասենք սկսենք Վարդանանց փողոցից
գանք դեպի Խանջան հասնենք ու մի քանի փուլի բաժանենք։ Տոնավաճառի վաճառականները մեկ այլ հարցի մասին են բարձրաձայնում։ Իրենց եկամուտը հիմնականում գոյանում է զբոսաշրջանային սեզոնին, ու եթե բարեկարգման աշխատանքները համընկնեն այդ ժամանակահատվածին, կորուստներից խուսափել չի լինի։ Ամբողջ ծմրանը մենք նույնիսկ օր ա եղել տանից բերել ենք, գումարը վճարել ենք, որ սպասելով այսօրվան, որ մի քիչ պետք է առևտուր լինի, լավ լինի մեզ համար էլի։ Աշխատանք չեմ ունենա, ամբողջ ձմեռ մենք կանգնել ենք, աշխատել ենք ստեղ, տեղի փող տվել ենք ու չենք կարեցել նորմալ փողաշա։ Հիմա ամառապտի մարդիկ աշխատեն։ Վաճառականները սակայն գրեթե չեն կասկածում, թե ինչ կարելի է սպասել քաղաքային իշխանություններից։ Ուժը իրանց ձեռքում է, իրենք իրենց ասած անում են։ Մեր երկրում իհարկե։ Մեր ժողովուրդը անզոր են պայքարելու։ Ամեն մի կանգնող 4-5 հոգի առնվազն ընտանիք է պահում։ Եվ այսօրվա դրությամբ բոլորս լավ գիտեն Հայաստանի վիճակը, անկործություն։ Ինչ տեսք կունենա ապագա վերնիսաժը եւ երբ կսկսվեն բարեկարգման աշխատանքները դեռ հայտնի չէ։ Առաջարկված 4 նախագծերը մոտակա օրերին կքննարկվեն Երևանի քաղաքապետարանում։ Գեգամ Գրիգորյանի ծրագրերից եւս մեկը իրականություն կդառնա։ Ապրիլի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին կներկայացվի Բելին Իգլու գործոցը Նորման։ Նորմայի առաջի բեմադրությունը այս բեմում 1975-ին էր եւ տասնամյակներ հայ հանդիսատեսին հիացրել էր Նորմայի դերում Գոհար Գասպարյանի Բելկանտոն։ Բեմադրությունը սցենոգրաֆիան եւ լուսային ձևավորումը Բորիս Հայրապետյանինն է, ով այն բեմադրել էր դեռևս 2001-ին եւ անգամ ֆիլմ օպերա էր նկարահանել Հասմիկ Պապյանի եւ Գեգամ Գրիգորյանի մասնակցությամբ։ Մենք ասում ենք պրեմիերա, բայց ինքը ավելի շատ վերականգնվող ներկայացում է, որը որ ժամանակին եւ Բարիսը բեմադրել էր։ Հետաքրքիր է նրա մեկնաբանությունները բեմի վրա, ասենք նկատողությունները լսելը, աշխատել է նրա հետ, յուրաքանչյուր ժեստը, սա թատրոն է, որտեղ եւ երաժշտությունը եւ խաղը բեմական պետք է լինեն 100%-ով։ Երկուսն էլ 100%-ով։ Մեկը մեկին լրացնելով։ Լավագույն հիշողություններ են ինձ կապում Գեգամ Գրիգորյանի հետ, ասաց բեմադրության դիրիժոր Ջանլուկա Մարչյանոն։ Նա հզոր երգիչ չէր միայն, նա հզոր արտիստ էր, հզոր գիտելիքների տեր, նա ինձ շատ բան տվեց։ Գեգամ Գրիգորյանի համար Բելկանտոն օպերային արվեստի հիմնականն էր եւ նրա երազանքն էր հայ բեմում իրականացնել իտալական օպերային արվեստի լավագույն գոհարները։ Թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի խոսքով Գեգամ Գրիգորյանի հիշատակին կնվիրվի ոչ միայն այս ներկայացումը, այլ տարվա բոլոր պրեմիերաները։ Ինչ վերաբերում է թե ով լինի օպերայի գեղարվեստական ղեկավարը, Անդրանիկ Արզումանյանը պատասխանեց, որ մարդկայնորեն ճիշտ չէ նման հարց քննարկել, երբ դեռ անփոխարինելի կորուստից ընդամենը 1 շաբաթ է անցել։ Այսօր ապրիլի 1-ն է եւ մենք մեր այսօրվա գլխավոր թեման պլանավորում էինք նվիրել կատակներին, հումորին։ Սակայն այսօր հայտնի դարձավ, որ հայտնի հասարակական գործիչ Կարեն Վարդանյանը դաժանորեն սպանվել է եւ կատակելու ցանկություն, ինչպես հասկանում եք, առանձնապես չկա։ Հիշենք, թե ով էր Կարեն Վարդանյանը եւ ինչ է խոսվում նրա սպանության հանգամանքների մասին։ Օրվա գլխավոր թեման։ 14 օր անհետ կորած վերլուծաբան հասարակական գործիչ Կարեն Վարդանյանին այսօր գտել են սպանված։ 34-ամյա Կարեն Վարդանյանին սպանել են նրա հարևանը Գևորգ Զոհրաբյանը եւ տաքսու վարորդ Արթուր Միհրանյանը։ Նրանք բութ գործիքներով բազմաթիվ վնասվածքներ են հասցրել իրենց զոհին եւ դինթակցրել Գևորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։ Բա հայը հային ինչ որ կոպիկների համար կսպանի։ Շատ ցավալի է, շատ դաժան է։ Ազգային ժողովրդավարների դաշին կուսակցության նախագահ հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու Կարեն Վարդանյանը 12 տարի միասին են աշխատել։ Թող չնեղանա մեր կուսակից ընկերները, բայց մեր կուսակցության մեջ երևի ամենապայծառ ուղեղ, ամենահանջարեղ Կարենն էր։ Կարեն Վարդանյանը իր բնակարանը նվիրատվությամբ փոխանցել է Գևորգ Զոհրաբյանին, որպեսզի հետագայում նա վաճառի եւ գումարը փոխանցի իրեն։ Պատճառը ըստ վարկածների դա ՀԿ-ում ունեցած պարտքն է եղել։ Արշակ Սադոյանը չի հավատում, որ դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից դրված 300,000 դրամ արգելանքի համար Կարենը իր բնակարանը գրանցեր ուրիշի անունով։ Կարեն Վարդանյանի սպանության բացահայտմանը շատ է օգնել իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա իր գործընկերոջ անհետանալուց հենց առաջին օրվանից կասկածել է Գևորգին։ Այն օրը երբ Կարենը պետք է ուղևորվեր Դուբայ, որպեսզի բոլորը մտածեն, որ Կարենը Դուբայում է, այնուհետև Facebook-ում գրառում է կատարում Կարենի անունից, թե իբր Կարենը Դուբայում աշխատանք է գտել։ Դանիել Իոաննիսյանը նշում է, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Կարենի բնակարանի գումարը հետ ստանան։ Անկախ նրանից, որ Կարենը
այլևս չկա, ես չեմ ուզում, որ Կարեն եւ Գևորգ բնականաբար դեռ երկար տարիներ կանցկացնի բանտում, ես չեմ ուզում, որ Կարենի բնակարանի գումարը, բնակարանի վաճառքից ստացված գումարը Գևորգը կամ իր հարազատները վայելեն։ 34-ամյա Կարեն Վարդանյանը ընտանիք չուներ։ Հասարակական կազմակերպության համակարգողը մտածում է այդ գումարն ուղղել բարեգործական նպատակների։ Մարդկանց օգնում էր անշահախնդրորեն, կարելի ասել անսահմանաչափ, ինքը միշտ ցանկացած անգամ անծանոթ մարդու խնդրանքի միշտ արձագանքում էր, ինքը ուղղակի չուներ թշնամիներ ընդհանրապես։ Դանիել Իոաննիսյանը գնում է Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոն ճանաչելու Կարենի դին։ Արշակ Սադոյանն ավելացնում է, սպանողներն ամենախիստ պատիժը պետք է կրեն։ Մարդակերությունը պետք է մեր երկրում պատժվի, ցմահ բանտարկություն առնվազն։ Եվ այսպես ըստ պաշտոնական վարկածի մարդ սպանելու դրդապատճառն էր բնակարանը կամ մի քանի $1000։ Նման բան այո կարող է տեղի ունենալ ամենահարուստ եւ ամենազարգացած երկրում, բայց մենք չենք ուզում, որ մեր երկրում հանուն մի քանի գրոշի մարդու սպանեն, իսկ նման մտածողության համար մեզանում ցավոք սրտի բոլոր հիմքերը կան։ Այսպես կոչված պրագմատիզմը, երբ մարդը չի տարբերվում կենդանական աշխարհի ներկայացուցիչներից, մեզանում դարձել է իշխող գաղափարախոսություն։ 40 տարի առաջ էլ մենք ամեն քայլափոխի լսում էինք, սաղ սուտ է պետքա փող շինել։ 90-ականների սկզբին այդպես մտածողներից ամենացինիկները, ամենազորբաները եւ հետամնացները դարձան մեծ հարստության տեր եւ հիմա թելադրում են քաղաքական եւ տնտեսական օրակարգը։ Կարծես թե այդ անձնավորությունները գտնվում են հասարակական պարսավանքի թիրախում, բայց իրականում հասարակության մեծ մասը կողմնորոշում է հենց այդ չակերտավոր հաջողության հասած մարդկանցով։ Պարսավանքի առարկաների եւ անիծողների տարբերությունն այն է, որ առաջինները հասել են հաջողությունների, իսկ երկրորդները ոչ։ Ամեկլուսի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Պարոն Իշխանյան, ցինիզմը, մարդակերությունը, մարդկային կյանքի նկատմամբ արհամարանքը հայաստանյան թե համընդհանուր երևույթ է։ Կարծում եմ համընդհանուր երևույթ է։ Հիշենք Թումանյանի հայտնի քարյակը 1000 տարի մարդասպան, Բերաննարնոտ մարդասպանը, մարդակերային անբամբ է, վերջապես դառավ մարդասպան։ Այսինքն դա ընդհանուր համարտկային երևույթ է, բայց իհարկե կա քաղաքակրթական ինչ-որ աստիճան, որտեղ հնարավորինս կանխարգելվում են այդ երևույթները։ Իհարկե բացառված չէ, որ լինեն էլի ծանր հանցագործություններ այդպես երևույթներ, բայց ընդհանրապես վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր, ասենք, քաղաքակիրթ երկրներում, ինչպիսին է Սկանդինավիան եւ այլ երկրները, այդպես երևույթներ հնարավորինս քիչ են լինում։ Իսկ ժամանակի առումով դա ավելի շատ է այսօր, թե 40 տարի առաջ։ Անկեղծ ասած դժվարանում եմ ասել, որովհետև այսօր ավելի մենք տիրապետում ենք ինֆորմացիային տեղեկատվությանը, որովհետև հնարավոր չի թաքցնել, իսկ 40 տարի առաջ խորհրդային տարիներին լավագույն դեպքում ենք ասեկոսեների մակարդակով էինք իմանում ինչ-որ դեպքեր, որովհետև հիմնականում թաքցվում էր այդ վիճակագրությունը, այնպես որ ես դժվարանում եմ ասել։ Մի քանի գրոշի համար մարդուն սպանելը, դատապարտելը, բոլորը դատապարտում են, բայց մի քանի գրոշ կաշառք վերցնելը կարծես թե նորմալ է համարվում։ Այո, այստեղ չի գործում իհարկե, սա այն դեպքը չի, որ ասենք բռնված չի գող չէ, բայց ընդհանրապես այդ միլիոնավոր հսկայական քանակությամբ կոռումպացված չինովնիկներ հարգված մարդիկ են, օսլայածոցիկներով եւ այլն, իսկ խեղճուկրակ մարդիկ մեծ մասամբ համարվում, որ բանտերը լցված են, նույնիսկ այնպիսի դեպքերի համար, ասենք գողության փորձ։ Վերջերս հետքում կարդացի, որ աղավնիներ գողանալու փորձի համար 3 տարի է տրված որևէ մեկին։ Ահա ձեզ մեր իրականությունը։ Իսկ ընդհանրապես հանցագործությունների հետ կապված այսպիսի բան ասեմ, որ հանցագործությունների կանխարգելումը ոչ թե պատժի խստությունից է կախված, այլ բացարձակապես դրա հետ կապված չէ, վիճակագրությունը ցույց տալիս, այլ հանցագործությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դա շատ այլ հարցերի հետ է կապված, եւ արդար դատավարության հետ, եւ սոցիալական վիճակի բարելավման հետ, եւ բարոյական մթնոլորտի հետ, այդ ամեն ինչի հետ կապված է։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Եվ վերջում հիշեցնեմ, որ այսօր հայտնի է դարձել սպանվել է հայտնի հասարակական գործիչ Կարեն Վարդանյանը։
Սպանության հանգամանքները դեռևս մինչև վերջ հայտնի չեն։ Այսքանով ավարտում ենք, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մենք կհանդիպենք երկուշաբթի օրը։